Ողջույն հարգելի հայրենակիցներ, վերջերս ՔՊ-ի արբանյակ վերնախավ ուժերը կոչեր են հնչեցնում իբրև թե Սերժ Սարգսյանը, Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանին կոծկում են բոլորի հետ, բացի իրանց հետ, այնինչ որ իրականում Սերժ Սարգսյանը իրենց բերել է այդ ագավորկեն 2008 թվականից, որ իրենք կապել են Լևոնը, Սերժը, Նիկոլը, կարող է Կոնջորյան, Փրչոտ Ալեքսանյան, այդ Ռուբեն Ռուբինյան, թուրքապատակ, այդ գործակալները խաբար չեղած լինեն, բայց իրականում այնպես է, որ այդ ագավորկեն 2008 թվականի փետրվարի 26-ից է կապված եղել, որ Սերժ Սարգսյանը պետք է պահեր, փայփայեր եւ Նիկոլին իշխանության բերեր եւ պահեր իշխանության։ Իսկ հանրապետականի գորիլաներն էլ Սերժ Սարգսյանին իբրև թե պահում են Արմենուհի Աշոտյան, Շարմազանով եւ այլն, բայց իրեն հենց հանրապետականի անդամներին ինքն է ժերտվա տալիս Սերժ Սարգսյանը իր շապիկը պահելու համար, վախենալով Ռոբերտ Քոչարյանի գալուց։ Ու սաղին մատնանշում է, որ կոծկեն իրեն Ռոբերտ Քոչարյանի հետ, բոլորի հետ կոծկեն, բացի իրական այն ում հետ, որ ներկա պահին կա, բացի դրանից, բացառություն կազմեն դրանցից։ Այնինչ ժողովուրդ ջան, ճիշտ գիտակցեք, Սերժ Սարգսյանը, Լևոն Տեր-Պետրոսյանը եւ Նիկոլ Փաշօղլին իրար հետ ագավորկի 2008 թվականի փետրվարի 26-ից են կապել։ Այն մնացած ժեխերին չեմ ասում, Վազգենի Քուր, Արամ Սարգսյան, Նորիկ Նորիկյան, Դավիթ Սանասարյան, Արման Բաբաջանյան, Լևոն Շիրինյան, դրանք ժեխեր են, որոնք որ թուլափայի գումարի դիմաց կարող է գնան իրենց ազգին, իրենց գերդաստանին էլ վաճառեն։ Դրանք դրանցից են։ 21 թվականի ընտրությունների օֆիցիալ տվյալները դա ապացուցեց լիովին։ Եթե չեք ուզում համաձայնվեք, գնացեք բացեք եւ տեսեք ովքեր ինչ քվեներ են տարել, ամենաբացասական անձը լինելով Ռոբերտ Քոչարյանը ամենաշատ ընդդիմադիր հարթակից տարածն է։ Այդ ո՞նց եղավ։ Այնպես որ այդ ժամանակ Գագիկ Ծառուկյան, դու էլ ընդդիմություն չես եղել։ Այ հիմա ես նոր ընդդիմություն դարել զուտ քո հարստությունը պահելու համար, ուրիշ ոչ մի բանի համար։ Միայն դրա համար, թե չէ ինչ որ մնում է, որ քաղաքական արենայում, այնտեղ շատ մարդիկ կան, բացասական կերպարներ, որոնց որ պետք չի ընդունել։ Նույնը Սամվել Կարապետյանին ես կարող եմ իրենց թիմին ասել, հիմա հանրապետականի անդամները անընդհատ ուզում են միավորվեն, գնան սապոնվեն եւ այլն Սամվել Կարապետյանի, այնտեղ էլ բացասականություն մտցնեն, բայց Ռոբերտ Քոչարյանը ձեզ չի ընդունի, հանրապետականներ, միևնույնն է։ Այս պահին էլ եմ ասում, իրական ընդդիմությանը տարանջատեք ոչ իրական ընդդիմությունից, ժողովուրդ ջան։ Լևոն Տեր-Պետրոսյանը այդ բոլորի կազմակերպիչ գլխավոր գերագույն հրամանատարն է։ Այնպես որ դիտեք եւ տարածեք։ Շնորհակալություն ուշադրության